Ընկերներ ջան, սկսում ենք նոր շաբաթվա ամենակարևոր իրադարձությունների մասին խոսալ, դեռ անցնող շաբաթվա ամենաաշխույժ Armenian Auto Show 2025-ի վայրից։ Ընթացիկ նյութերը երբեմն կուղեկցվեն էքսպոյից վերցրած կադրերով ևս գնացինք։ Հոկտեմբերի 2 ժամը 19:21 թեման մեծ ընկերության կառավարում, կառուցվածք, վերահսկում, լիազորությունների բաշխում եւ ռազմավարության մշակում։ Կազմակերպել է BS Cosmo միջազգային բիզնես ակումբը, խոսնակ Ռուբեն Հարությունյան, Henderson Fashion Group-ի հիմնադիր։ Այս հանդիպումը նախատեսված է հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ, ինչպես են կառուցվում մեծ ընկերությունների կառավարման համակարգերը եւ ինչ գործիքներով են պահվում կայունությունը։ Մուտքը 20,000 դրամ, անցկացման վայրը BS Cosmo Business Hub, Մհեր Մկրտչյան 8։ Միջոցառումների հղումները ինչպես միշտ կգտնես Նաջարյան ընթրենցի YouTube-յան ալիքի մեկնաբանությունում։ Հետևի էջին հավանի մեկնաբանի, որ լինենք կապի մեջ։ Հոկտեմբերի 3 ժամը 10-ից սկսվում է եռամսյա դասընթաց ռազմավարական առաջնորդությունը թվային դարաշրջանում ծրագրով, որը կազմակերպել է Մատենա միջազգային առաջնորդության եւ մասնագիտական զարգացման դպրոցը։ Ծրագիրը համատեղ իրականացվում է Մատենայի եւ Գերմանիայի առաջատար ISMT Berlin բիզնես դպրոցի կողմից։ Այն ներառում է դասընթացներ Երևանում, Դիլիջանում, Բեռլինում, համադրելով ռազմավարական մտածողություն, արհեստական բանականություն եւ նորարարություն, առավել մանրամասները հղումներում։ Հոկտեմբերի 3-ից 5 Հայաստան ճարտարագիտական շաբաթ 2025 տեղի է ունենալու Երևանում եւ Վանաձորում։ Ամենամեծ ինժեներական հավաքը, որտեղ կներկայացվեն նորարարական լուծումներ, վերջին տեխնոլոգիական միտումները, ինչպես նաեւ ոլորտի առաջատար մասնագետների սեմինարներ։ Մասնակցել կարող են ինժեներներ, տատամասնագետներ, ուսանողներ, հետազոտողներ ու ստարտափերներ։ Գրանցվեք եւ հետևեք թարմացումներին։ Հոկտեմբերի 4-ից 5 ժամը 11:23, 11:11 Prom Expo-ի ազդընկերությունները ներկայացնում են թեյի ու սուրճի միջազգային 8-րդ փառատոնը Season Saigon։ Փառատոնը իսկական տոն է այս անուշաբույր եւ թարմացնող ըմպելիքների սիրահարների համար պարտադիր կհանդիպենք։ Եվ շաբաթվա հետաքրքիր փաստը։ Հիմնականում ընդունված կարծիքը, թե 5G-ն միշտ ավելի արագ է, քան 4G-ն, հերկվել է։ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համալսարանների գիտնականների թիմը ցույց են տվել, որ որոշ դեպքերում 5G-ն ոչ միայն չի գերազանցում, այլև երբեմն զիջում է 4G-ին արձագանքի արագությամբ։ Սա նշանակում է, որ օգտատերերի համար ավելի կարևոր է օպերատորի եւ ծածկույթի որակը, քան պարզապես 5G նշումը հեռախոսում։ Замечательно, поразительно, гениально։ Այս շաբաթվա համարել էսքանը, կհանդիպենք հաջորդ կիրակի նույն ժամին, գրկում եմ։